Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, լույս է տեսել Իվան Անտոնյանի հերթական գիրքը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի խորհրդական ապարան-գնդի հրամանատար գնդապետ Ռազմիկ Պետրոսյանին։ Գրքի մասին եւ ոչ միայն խոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ անպարտելի հրամանատարը ապարանի ռազ գրքի հեղինակ Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալակիր Իվան Անտոնյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Վանաձորում ո՞նց է։ Վանաձորում լոռեցու պես, Վանաձորում ստեղծագործական եռուզեռ է եւ ինչպես գիտենք, մարզերից դուրս են ավելի շատ ծնվում են արժեքները, որոնք ուսանելի են մեր սերունդներին։ Իսկ առհասարակ Վանաձորում վանաձորցու պես շնորհակալություն։ Լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուզում եմ իմ ողջույնները այս պահին հղել, բարևել այն զինվորին, ով այս պահին հսկում է մեր սահմանը, ուզում եմ բարևել այն ուսուցչին, ով այս պահին սերունդ է կրթում, եւ այն աշխատավոր հային, ով այս պահին մտածում է երկրի մասին մի ինչ-որ լավ բան անել։ Ընտիր։ Անդրադառնալով գրքին, եկեք մի քիչ մանրամասնենք մեր հերոսին, ներկայացնենք հեռուստադիտողին եւ հասկանանք ինչու որոշեցիք գործի անցնել այս գրքի հրատարակության։ Նախ շնորհակալություն, իսկապես որ հերոս բառի բոլոր առումներով արժանի է Ռազմիկ Պետրոսյանի իր անցած ուսանելի ճանապարհով։ Այդ գրքի գաղափարը դեռ տարիներ առաջ էր, որ ուզում էի, որ անպայման իմ լավագույն բարեկամի մասին գիրք լինի, ճիշտն ասած, հենց գրքի հերոսը թույլ չէր տալիս, բայց եկավ այն պահը, որ հասունացավ պահը, հատկապես մեր օրերում, որ հերոսի գաղափարը պետք է սերմանենք մեր շրջապատին, մեր սերունդներին, ցանկացա, որ հենց Ռազմիկ Պետրոսյան անհատականությամբ ներկայացնեմ իմ շրջապատին, սերունդներին։ Գաղափարը դա է եղել, որ այսօր ոչ միայն այսօր, նաև վաղը եւ գալիք ժամանակներում ճանաչեն Ռազմիկ Պետրոսյանին, ճանաչում են նաև սերունդները իմանան նրա կատարած սխրագործությունները, մարդ, որ երբևէ պարտություն չի ունեցել, նույնիսկ վերջին կռվում, այս 44 օրյայի ժամանակ նաև պարտություն չի ունեցել իր հրամանատարական գիծը ամբողջովին հաղթանակած է եղել։ Եվ այդ ամենի մասին գրքում կա նշված։ Կարելի ասել, որ հերոսի արժեզրկում կա այս պահին, այսինքն մենք արժեզրկում ենք մեր հերոսներին, մենք մի տեսակ էլ չենք գնահատում մեր հերոսներին, նոր սերունդներին լրիվ ուրիշ բան ենք մատուցում, որ հերոսը անկարևոր է, հերոսներ մեզ պետք չեն, մեզ ավելի շատ ուրիշ բան է պետք, չգիտեմ, Եվրոպա է պետք, Ամերիկա է պետք, կարելի ասել, որ այդ մտքին եկաք նաև հերոսի հետ համաձայնության եկաք, որ ժամանակն է, որ ձեզ ներկայացնենք որպես հերոս։ Այո, հենց քիչ առաջ էլ ասեցի, ես ճիշտն ասած, ես չեմ նայում իմ շուրջը։ Ոնց համոզեցիք իրան։ Անակնկալ ձևով, որ արդեն նյութերը պատրաստ ներկայացրեցի իրեն։ Դրա նկարն էլ կա դրված, որ էլ չուներ երկընտրանք։ Ուրիշ տարբերակ չկար։ Օգնեց, որ գիրքը լույս տեսնի։ Որ նկարն է ցույց տանք։ Բերեք, ես հենց հիմա իրանց նկարանում է, հենց որ այդ պահին ցույց եմ տվել։ Առհասարակ այն մարդիկ, ովքեր հայրենիքի համար ունեն այդքան ներդրում, հա, կյանքի, երիտասարդության, փորձի, հմտությունների, առհասարակ այդ մարդիկ ունեն այդ վերաբերմունքի եւ ուշադրության կարիքը։ Միանշանակ ունեն, ահա նկարը, որ նյութերը հենց իրենց բնակարանում ցույց եմ տալիս։ Այստեղ դե բազում իհարկե ոնց հասկացա հայերի հետ կա լուսանկարներ, բայց չենք գտնի, ինձ թվում է։ Խնդրեմ։ Այս ուշադրություն նկատի ունեմ, որովհետև իրականում մենք ունենք այդ ասույթին բնորոշ դրսևորում, հա, գնամեռի արի սիրեմը, մենք միշտ սկսում ենք արժևորել, գնահատել, մեծարել, երբ իրենք էլ չկան, որովհետև նրանց գինը հետո ենք հասկանում։ Իսկ այսօր ես նկատում եմ, որ շատ ու շատ մարդկանց եւ արվեստագետների եւ ոչ միայն, հա, մեր հերոսների իրենց կյանքի օրոք փորձում են գնահատել, ցույց տալ, որ իրենք գնահատված են, իրենց աշխատանքը արվածը, որովհետեւ այն ինչ արվել է, ասում եմ, կյանքի մահու վտանգի մեջտեղում է արվել։ Ու հիմա երբ իրենք ունեն զգալու այդ գնահատականը, ինչ է տալիս սա հատկապես հերոսին։
Կարելի է ասել հերոսին կարող է ոչինչ էլ չի տալիս, որովհետև նա ինքը իր գործը շարունակում է, այսօր է ցանկացած պահի, երբ հայրենիքը վտանգի մեջ է, առաջնագծում է Ռազմիկ Պետրոսյանը։ Երկար տարիներ եւ հետո այդտեղ նաեւ որպես ղեկավար, որպես մարդ, հայի լավագույն տեսակ է ներկայացված տարբեր բաժիններով, ունենք այդտեղ նաեւ սպարապետին նվիրված բաժին, որ Ռազմիկ Պետրոսյանի խոսքերն է դրված տարիների ընթացքում, սպարապետի հետ նկարը կա նաեւ դրված, որ իրենք նաեւ ընկերություն են արել եւ ընկերական շրջապատում են ասում, որ իսկապես որ սպարապետը Վազգեն Սարգսյանը տեղ է տվել, ընդունել է եւ որպես ընկերոջ հարգել Ռազմիկ Պետրոսյան անձնավորությանը։ Կա այստեղ ինչ որ տողեր, թե ոնց է ինքը նկարագրում առասարակ հայրենիքը ու դրա գաղափարը։ Կար։ Հետաքրքիր է իմանալ իրենք ինչ են։ Հայրենիքի մասին առհասարակ ասում է ոչ թե շատ պետք է խոսել, այլ հայրենիքի մասին նվիրված լինել, հայրենիքին նվիրված լինել եւ հայրենիքը պահել, հայրենիքը պաշտել սրբության նման։ Առհասարակ ցանկացած գործ անող մարդ, երբ որ ինքը գնահատվում է եւ հանրության կողմից եւ առհասարակ նաեւ գործընկերների կողմից ինքը բնականաբար ավելի լավ է տրամադրվում գործանելու եւ ավելի լավ նվիրվում է իր գործին, որովհետեւ չգնահատված լինելը դա անտանելի է բան է։ Խնդրեմ։ Հայրենիքն ու բանակն այն արժեքներն են, որոնց մասին պետք է քիչ արտահայտվել, այդ արժեքներով պետք է ապրել։ Ասում է բանը, հիմա այս տեսակ ձևակերպումների պակաս շատ ունենք, որովհետև քիչ ավելի շատ կենաց ենք խմում հայրենիքի մասին, քան հայրենիքի սիրով ու գիտակցման ապրում, հատկապես որ մի քիչ արժեզրկվում է արդեն այդ հայրենի գաղափարը։ Մեզնից է կախված։ Ումից։ Մեզնից, յուրաքանչյուրից, իմ կարծիքով։ Իմ կարծիքով։ Բայց ոչ միայն, որովհետև բնական է, գլոբալ առումով պետք է նաև ղեկավարության, պետք է նաև մեր մեծերի դաստիարակությունը լինի։ Միայն հասկացող մարդն է ասում մեզանից է կախված, որովհետև մենք հիմա որ դուրս գանք, երևի 800,000 հոգի այդքանը չի գիտակցում, որ իրանից է կախված, որովհետև բոլորս նման խոսույթ լսել ենք, որ ինչ լինելու է, մեկ այս ոչ մի բան չեմ փոխի։ Հիմա մենք հասկանում ենք, որ իհարկե կփոխես, ոնց կարող է չփոխես։ Մեկ մարդն է կարող է։ Ինձ հետաքրքիր է գնդապետը հիմա այս ներկա իրավիճակի մասին ընկերական երբ որ շփում եք իր ինչ մտահոգություն, որ մտահոգված է, պարզ է բոլորս։ Ոգևորված է ու ասում է պետք է հաղթենք։ Պետք է հաղթենք։ Այո, հաղթելու ենք։ Եվ վերջ։ Հայը չի կարող ծնկած հաղթանակ վայելել։ Հա, ասում եմ, ավաղ, այստեղ տողեր էի կարդում իրեն նվիրված Ադամ Ադամյանի, հա, ոնց հասկացա, ու հիմա ասում եմ մեր ներկա իրավիճակը եւ այն գաղափարները, որ ունեն մեր հերոսները, ասում եմ շատ իրարամերժ է, բայց այնուամենայնիվ, որովհետեւ երբ մենք խոսում ենք հայրենիքի պաշտպանությունից ու Արցախի համար, հա, տարիների վեր պայքար տանելուց, այսօր լրիվ այլ իրականություն է, բայց դες ասում է պապերիդ նման ձեռքը ձենք առար, բաշ ապարանից մինչև Արցախ հասար։ Զորք հավաքեցիր եւ քեզ հետ տարար վրեժից արավ գենիդ մեջ դեռ կար։ Բոլորդ էլ քաջ եւ կռվում անպարտ հիմնադրեցիք ապարան ջոկատ, որ ջարդել էին զորք, հա, թորներն էիք դուք հերոս պապերի, որ ջարդել էին զորքը թուրքերի։ Այս իրականությունը, դե հո, ես ասում եմ բացարձակ կասկածի տակ չեմ դնում։ Ու այսպեսի մի բան կա, որ մի ընտանիքից երբեմն մի հոգի է գնում, իսկ իրենց ընտանիքից եղբայրներով, բարեկամներով պատկերացնում եք իր մայրիկի վիճակը, որ ճանապարհում է, այդտեղ կա գրված, հետո վերջում մայրիկի աղոթքն է, ձեռագիր։ Մենք նաև պատկերացնում ենք մայրիկի այսպեսի մի բան, մայրիկը շատ ռազմիկներին, զինվորներին ում տվել է, ունեցել են, չեն զոհվել։ Մայրիկի օրհնանքը եղել է իրանց հետ միշտ։ Մենք հիմա պատկերացնում ենք հպարտությունը մայրիկի։ Դա շատ դժվար բան է, ինչ խոսք։ Ինչ ունենք ապագայում, ինչ գրքի ենք ապագայում ուրեմն մեր Ջավախ հայրենակցական միության հետ համատեղ, Շիրակ Թորոսյանի հետ համատեղ հիմա Վահան Տերյանի նվիրված ամսագրի վրա ենք աշխատում, 140-ամյակին նվիրված, շուտով այն լույս կտեսնի եւ Վանաձորում ենք ուզում միջոցառում անել, Վահան Տերյանի անվան դպրոց կա այդտեղ։ Երբ? Դե երևի դա կլինի մայիս ամսին։
մայիս ամսին կլինի դա։ Բայց ոնց հասկացա միջոցառումները դրանով չեն ավարտվում։ Չէ, չեն ավարտվում, ես նոր համարն են բերել ամսագրի, մեր լորվա մտավորականներից, կրթության նվիրյալներից Արշակ Թումանյանն է նվիրված նրա կյանքին ու գործունեությանը։ Սիրով ուզում եմ։ Վանաձորում ոնց է մշակութային կյանքը։ Անդրադարձել միջոցառման, այստեղ հանդիպումներից է անդրադարձ կա, ես ընթացքում եմ ուղարկել երևի ամսագրերը դուք տեսած եք։ Ոնց է Վանաձորում մշակութային կյանքը։ Երուսեր կա։ Ակտիվ են երիտասարդները, թե չէ։ Կան ակտիվ երիտասարդներ ունենք։ Այո, աշխատում են, ստեղծագործում են, ինչու՞ չէ։ Որը շատ հաճելի է, տեսնում եք էլի ամեն անգամ ավարով, այսպես մշակութային ներկայանում եմ, հետո նաև մեր կազմակերպությունով կա ուրեմն պատվավոր հայ կոչում ստեղծեցինք, ժողով արվեց, խորհրդի ժողով արվեց անդամների մեր կազմակերպության, նայեք ունենք տարբեր քաղաքների անուններով Վանաձորի պատվավոր քաղաքացի, Երևանի պատվավոր քաղաքացի, բայց ընդհանուր չունենք, այսինքն կան մարդիկ, որ նրանց ոչ թե տվյալ քաղաքի համահայկական հանրային մեծ հնչողություն ունեցող մարդիկ կան, որոնց նաև կարող ենք այդ պատվավոր հայ կոչումը տալ, որը նաև պետական ռեգիստրում հաստատվեց։ Զարմանալի է, որովհետև երբ ասում են, որ պետք չի ունենալ վաստակավորներ, ժողովրդականներ, այսինքն այսպես ասած դասակարգել, պատվավորի հետ հաշտել։ Պատվավորի հետ հետաքրքիր է, որ համաձայնություն է եղել։ Հետաքրքիր բան է, իրոք ես հարցը բարձրաձայնվեց, որ նախ իմիջիայլոց չէին ճանաչում վաստակավորներին, որովհետև շատ անուններ այդ ժամանակ ժողովրդականին չէին ճանաչում, այսինքն համ ժողովրդականներ կային, համ վաստակավորներ այդ հնչեցրած անունների մեջ, հետո ես իմացա, որ ասացին, որ պետք չի այսպես ասած դասակարգել, ինչ որ մեկը վաստակավոր է, ինչ որ մեկը ոչ, դե մարդը գործը անում է, հիմա որ դուք կարողացել եք ձեռք բերել պետական ռեգիստրում այդ ձևակերպումը, ինձ համար զարմանալի է։ Հատը փոշմանել են մարդիկ, ինչ։ Առաջին օրինակը Մայրասարի թանգարանում է դրված, մեր մոտ Վանաձորում, ասեմ, հենց ինչով պայմանավորվեց երախտագիտություն Մայրասարի եւ Էդվարդ Խլղացյանի Մայրասարի հենց հիմնադրի Մայրասարի ստեղծողի հովանավորի մենք մեր Վանաձորում ունենք ամենաբարձր սարի գագաթին, Մայրասար ունենք ուխտատեղի։ Այդպես էր խոսակցությունը գնաց, որ նման մարդկանց ինչ կարելի է տալ ու այսպես ծնվեց գաղափարը, իսկ եթե թույլ կտաք անդրադառնամ ձեր ասացին, աշխատողը աշխատում է, ուզում է վաստակավոր տան, ուզում է ժողովրդական տան։ Իհարկե, բայց այ ոնց որ հիմա մարդը գնահատված է, երբ ինքը հասկանում է, որ իր արած գործը ներդրումը կյանքը որ դրել է հանուն հայրենիքի դա մեծարվում է, հանրությանը ներկայացվում է, գնահատվում է։ Հիմա բազում այստեղ շքանշաններ կան, չէ՞ որ ստացել է։ Այսինքն սա եւս վկայումն է այդ բանի, որ գնահատականն է։ Հիմա եթե մենք օրինակ ամեն մեկին իր ոլորտում դերասանին ենք տալիս վաստակավորի կամ ժողովրդականի արտիստ, ուրեմն այդ մարդը աստիճանի է եկել, չէ՞։ Կա ոգևորությունը կա։ Եվ հետո չէ, այդ բացի ոգևորությունը, այդ մարդիկ իմ տղեն ինչի պետք է չիմանա։ Չէ, այդ մարդիկ նաև այո, պիտի դառնան որևէ ոլորտում սանդղակ, որպես, չգիտեմ, ձգտման, այո, որ հասնես, եթե այդ ոլորտում կա քեզ համար օրինակ անուններ, այ հասնես իրենց աստիճանը, որովհետև իրենք օրինակն են։ Հիմա օրինակ ասում եք ինչ ասացիք, պատվավոր հայ, վաստակավոր հայ։ Ինչ եք պատկերացնում, որ պիտի լինի պատկերը այդ մրցանակի։ Որ պատկերը։ Այո, ինչ է լինելու։ Դե դա արված է արդեն։ Ինչ է։ Որոշումն է, հետո Չէ, ինչ է։ Հիմա դուք տալու եք ինչ որ, չգիտեմ։ Ասենք ում պետք է տրվի, ինչպիսի մարդկանց։ Օրինակ տալիս եք Դավիթին։ Ինչ եք տալիս եւ ինչ է վրան պատկերված։ Պատկերված է մեր կազմակերպության լոգոն։ Ահա։ Եվ դափնե ճյուղի մեջ գրված պատվավոր հայ։ Ահա, ուզում իմանալ ուղղակի ինչ ենք մենք պատկերում։ Բանի մեջ բրոնզի մրցանակի։ Շրջանակի մեջ, հա, դափնե պսակով։ Ոչ մեկ դեռ չի ստացել։ Դե ասեցի առաջին օրինակը մենք ուրեմն թանգարանին ենք հենց ի պահ տվել, ոնց որ մյուս մեր կոչումները, մեդալները, հետո Թովմաս Պողոսյանին, ժողովրդական արտիստ, հետո Վանդոս Ղարագյոզյանին, մեր Գերագույն խորհրդի պատգամավոր, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, այստեղ եղել ենք։ Այո, ունեցել ենք։ Հա, հիմա ուզում ենք նաև
Հովհաննես Չեքիջյանին, ազգային հերոսին էլ պարգևատրել, ժամանակի հետ է կապված կանենք։ Այդպես, այնպիսի մարդկանց, ասենք Ռազմիկ Պետրոսյանի պես մարդկանց, եւ էլի շատ կան, որոնք իսկապես մեծ ավանդ ունեն մեր երկրի համար, եւ այստեղ ոչ կուսակցականություն, ոչ չգիտեմ ինչ, չի գործում, միանշանակ չի գործելու մեր կազմակերպության արվեստագետի շրջանակներում այդ միտքը կա, որ երբևէ նման բան պետք է չլինի։ Մարդը արժանի է, պետք է ստանա մեր նիստի որոշումով, մարդուն արժանի է, պետք է գրվի իր մասին, կապ չունի։ Երբեմն ասվում է, ինչ մարդը ինչի կա, ինչ, ասում եմ դուք էլ արեք, ձերն էլ դնեմ։ Ինձ համար կապ չունի ով է անում։ Եթե իմ երկրի համար մի ինչ-որ լավ բան է անում, եւ այդ լավը պետք է մենք լավ բանը պետք է առհասարակ տարածենք։ Անշուշտ։ Առհասարակ ես մեր դպրոցի տարիներից հիշում եմ, որ գովասանագիր էինք ստանում այդ տարի, որ լավ էինք սովորում, ոնց էինք ոգևորվում, հետներս էլ խոսալ չէր լինում, որովհետև մենք այլևս գովասանագիր ունենք։ Բայց ես հասկանում եմ այդ ժամանակվանից ի վեր հիմա որ համեմատում եմ, դա հենց դպրոցի տարիներից, մեզ ստիպում է, այսինքն քո գործի մեջ փորձել լինել լավագույնը։ Դպրոցն ավարտում ես գալիս է, չգիտեմ, ինստիտուտը, որտեղ թող լինի, ասենք, կարմիր դիպլոմի առկայությունը, հետո գալիս է այն ոլորտը, որտեղ դու քո գործունեությունը ծավալում ես եւ չկա այդպիսի մարդ, որը չի կարող չշոյվել ու գումարած դրան ես ենթադրում եմ, որ մրցանակը մարդուն ստիպում է ել ավելի շատ լավ աշխատել, այո, որովհետև ինքը արդեն ինչ-որ մեկի համար օրինակ է, պիտի էլ ավելին անի, որպեսզի արդարացնի նաև այդ մրցանակը, որ ստացել է։ Դպրոցական տարիներին այդ որ ասեցիք առաջին անգամ, որ փառատոնի երասմունքի մասնակցել, հաղթել էի, հետո որ մրցանակները տալիս էին, իմ պատվոգիրը չէին բերել ու հիշեցի, որ իրոք այդ օրը ես հուզվել էի եւ ասում եմ ուրեն մայրիկս էր գնացել իմ ուսուցչի մոտ, ասում եմ ուրեն, ու հետո որ տվեց, այ հենց այս բանը հիշեցի, որ ոգևորվել եմ դրանից։ Հենց առաջին ոգևորությունը դա է եղել, բայց նաև կան մարդիկ, որ ասենք տալիս են վաստակա, որ չգիտեմ ինչ կոչումներ են տալիս, բայց նրա վաստակը նայում ես չկա։ Ասենք ծանոթով բարեկամ ոգերով տալիս։ Ոչ ասում է վաղ անցյալում, բայց ունեցել ենք այդ օրինակը։ Ինձ երբեմն զանգում են, ես ինչ մեդալ են, ասում են, բայց ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Ես կապ չունեմ, այդ հատերական գործիչների միությանը ստացել եմ, իսկապես կապ ունեմ։ Դրա համար մեծ սիրով ու հարգանքով շնորհակալ եմ պարոն Ղազանչյանին էլ, որ մարդը տեսավ, որ իրոք մեծ աշխատանք է արվել, մենք քանի անգամ այստեղ եթերներին եղել ենք, դուք էլ գիտեք, որ արժանի ենք։ Հետո Համո Սահյան մեդալ են տվել, Համո Սահյանի տղան հենց տվեց իր հայրիկին Սահյանին նվիրված ամսագրի համար, որ իսկապես գործ է արվում, թե չէ, այդ պարագայում, որ նայում ենք հարցի այս երկվությանը, համեմատությանը, այդ պարագայում ովքեր աշխատում են նրանց են տալու, թե չէ տանում տալիս են, որոշում են այս ինչ պաշտոնավորի բարեկամն է, ինչի չգիտեմ, ինչ հարազատն է, այդ այլ այստեղ է այդ արժեզրկումը, հենց այստեղ է, որ պետք է բալանս հաշվեկը շիրը պահվի։ Դա աշխարհում միշտ եղել է ու լինելու է, անարդարությունը լինելու է, այդ շատ զզվելի այդ վիճակը լինելու է, բայց դե խելացի ու բանիմաց մարդը, իհարկե խելացի ու բանիմաց մարդը ինքը բնականաբար հասկանում է, թե ով ինչի համար ինչ է ստացել, այնպես որ եկեք այդ դաշ չմտնենք։ Դե եթե կարողանանք մենք իրականում այո, ազնվորեն պահել, որ չարժե զրկվի հենց այդ մրցանակը գոնե։ Հիմա այդ որ ասում եք ոգևորվել են, ես ինքս քանի որ առիթ եմ ունեցել արդեն 2 անգամ վարելու այդ միջոցառումը Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորման ծագումով հայերին, մրցանակ շնորհելու։ Ես այդ միջոցառմանը աշխարհի ամենատարբեր հայերին, ովքեր ամենատարբեր ոլորտներում գործունեություն են ծավալել եւ արվեստում եւ հրապարակավ ասում եմ, եթե լինի դուք ինձ օգնեք, կարող եք այդ պատվավոր հայ կոչումից էլ նաեւ պարոն Ծառուկյանին տալ։ Եթե դուք ինձ օգնեք, հիմա եթերից ասում։ Ինչով պիտի օգնեմ ձեզ։ Գիտեմ այդ կոնտակտը կարող է։ Անպայման ասում եմ կփոխանցեմ, որ ուզում եք պատվավոր հայի կոչման արժանացնել, բայց ես ուզում եմ ուղղակի հիշել։ Այդքան տարիներով մեր ուսանողության կողքին է եղել, մեր հայ ժողովրդի կողքին ինչ է եղել։ Ես իմիջիալոց երեք շատ հետաքրքիր էր, ներկայացման փորձի էի ու երիտասարդ աղջկա հետ
զրուցում ենք, մեկ էլ ասաց, վայ դուք գիտեք, որ ես 3 անգամ պարոն Ծառուկյանի կողմից ուսանողների մեջ, ոչ թե հատուկ իրեն, այլ շատ ուսանողներ, ասում ես 3 անգամ ստացել եմ ֆինանսավորում, օգնություն ուսման վարձի հետ կապված, ասում եմ, դե արդեն ավարտած է, հիմա արդեն ինչ-որ գործեր անում, ասում եմ, ես 3 անգամ ստացել եմ, ասում եմ, ես անդադ բոլորին ասում եմ, որ դա բայց ճիշտ է, ասում եմ, դրանցից մեկը ես եմ վարել շատ տարիներ առաջ։ Այո։ Չէ, դե վարել եմ, ես տեսել եմ 1500 ուսանողի, այդ ժամանակ անգամ հիշում եմ այդ բոլորի անունները պիտի կարդայի, որ իրենք ստանային իրենց մրցանակը։ Ասածս ինչն է, որ երբ իրենք շնորհվում էին Իմիջիայլոց Կոմիտասի անվան մրցանակով, որը յուրաքանչյուր հայի համար դա պատվաբեր է, բայց հասկանանք հետևյալ, այդ մարդիկ ապրում են հայրենիքից դուրս, եւ իրենք իսկապես մի որոշ ժամանակ գուցե հայրենիքում կամ առասարակ գուցե հայրենիքում էլ արդեն չեն ծնվել, բայց հայրենիքից դուրս գործունեություն են ծավալել եւ դու տեսնում ես թե ինքը ինչ կարոտով ու ինչ երազանքով է ստանում այդ մրցանակը, որովհետեւ անկախ նրանից թե որքան է ինքը հաջողել, ինքը ուզում էր իր հայրենիքից ստանալ այդ գնահատականը, որ ինքը սիրված ու գնահատված է։ Եվ այդ մարդկանց ոգևորումը այդ հայրենիքի կողմից գնահատականն էր։ Ինքը անգամ կարող է ունենալ դրսում էլ մրցանակներ, բայց երբ հայրենիքի կողմից էր այդ մրցանակը տրվում, ես ինքս տեսել եմ այդ տարիքի մարդիկ ոնց էին երեխայի պես ոգևորվում, հուզվում, իրենց անգամ շնորհակալության խոսք այնքան հուզմունք կար, ես անգամ իրենց օգնում էի մինչև վերջ տեքստը ավարտել, որովհետև այդ մարդիկ իսկապես շատ հուզված էին։ Ու ես մտածում եմ, որ ինքան կարևոր է, որ հայը իր երկրում գնահատված լինի, որովհետև դա այդ այն մրցանակն էր, որ քո երկիրն է քեզ գնահատում։ Քո ազգն է քեզ գնահատում։ Քո ազգն է քեզ գնահատում։ Մի բան ասեմ, ուրեմն որ ինչքան էլ Երևանում իմ գործը գնահատվում է, եթե Վանաձորում չի գնահատվում, ինչպիսի ամսագրերում բան տպագրվել ենք, բայց եթե լոռու մարզ մեր մարզային թերթում, ասենք, որևէ բան չեմ հասցնում տամ տպագրվի մի բան չէ, հետո ասում եմ, այ ինչի չտպվեց։ Այդ երևույթը կա։ Դա նորմալ է, ընկերս ինչի չասա, որ լավն է, ծնողս ինչի չասա, որ լավն է, կա նման բան կա։ Այո, առհասարակ երբ շատերի տաղանդավոր մարդկանց կենսագրությունը երբեմն կարդում ես ու ասում է ես շատ հայտնի եմ եղել ու սիրելի եմ եղել բոլորի կողմից, բայց այ իմ ընտանիքում ես պատշաճ գնահատված չէի, այդ ուղիղ համեմատականն է։ Այո, այդ համեմատական դու պատկերացնում ես ընտանիքի անդամը չգնահատի քո գործունեությունը, ուրիշը գնահատի։ Բայց ես այստեղ երկու մասի եմ բաժանում, ուրեմն կան հայեր, այսինքն ազգանունով հայեր, ովքեր որ Հայաստանի սահմաններից դուրս ստեղծագործում են կամ աշխատում են կամ գիտության ոլորտում, տարբեր ոլորտում, իրանք որպես հայ չեն ստեղծագործում։ Ես անուններ կան կարամ ասեմ, ես հպարտանում եմ, որ իրանք հայկական արուն ունեն, բայց այնտեղ հայ չկա մեծ հաշվով։ Եվ կան հայեր, ովքեր որ որպես հայ են հասնում մեծ նպատակների։ Հիմա եւ այն կողմից անուններ կան, եւ այն կողմից անուն այն մարդիկ, ովքեր որ անգամ Հայաստանում չեն եղել, բայց որպես հայ մեծ բարձունքների են հասել, իրանց պետք է Հայաստանի Հանրապետությունից գնահատվի։ Այո։ Եվ ասում եմ, ես բազմիցս իմ կաշվի վրա տեսել եմ։ Չլիներ այդքան մեծ ճանաչում, երևի թե չէր լինի։ Եթե ասենք Սերգեյ Մերգելյանը դրսում չլիներ այդքան մեծ ճանաչում, հիմա մենք ասենք սահմանափակ։ Էռնեկյանը ու այդպես մենք կարող ենք, չգիտեմ, ժամերով ասել։ Այո։ Իմիջիայլոց այս տեսակ մրցանակները նաև յուրաքանչյուր այն անհատը, որը արժանի է դառնում վաստակելու հայ մրցանակը, ստիպում է նաև ապրել այդուհետ շատ մտածված իր բոլոր խոսքերի ու քայլերի մեջ, որովհետև ենթադրենք այն մարդիկ, ովքեր ստանում են պատվավոր հայի կոչում մրցանակ, հաջորդիվ իրեն պարտավորեցնում է դա, այսինքն իր խոսքը պիտի լինի երևի սիրով շատ, իր խոսքը պիտի լինի համերաշխ, իր խոսքը պիտի լինի բոլորին միացնող, ծանրակշիռ, այսինքն դու հասկանում ես, որ դու ունես այնպիսի, կարող է հիմա չափազանցում է, բայց պիտի հասկանաս, դու ստացել ես այնպիսի մի գնահատական, որով քո տեսակով դու արդեն շատերի համար օրինակ ես։ Եվ եթե համապատասխան չլինի քո ապրելու ձևը այդ մրցանակին, հետեւաբար շատ ամոթ կլինի ամրացման քեզ համար, դրա համար դա նաև պարտավորեցնում է շատ առումով։ Հուսանք, որ շատ արժանի, ասում եմ, հայեր արժանի կլինեն այդ պատվավոր հայի կոչմանը ու դրանով փորձենք էլի վերարժևորել ու եւս մեկ անգամ կարևորել մեր հայերին, ովքեր կարևոր գործ են անում Հայաստանում, Հայաստանից դուրս եւ իրապես գնահատված լինեն այդ մրցանակով, խոսքով, գնահատականով, որովհետև դա իրենց ստիպում է նախ ամեն ինչ անել լինել Հայաստանում, ստիպում է կապվել ավելի շատ Հայաստանի հետ եւ ինչքան այդ մեծանում է այդ թիմը, այնքան մենք ավելի ուժեղ ենք դառնում։
Հիմա բոլոր առումներով մարդիկ եթե կարողանում են ինչ-որ մի ոլորտում ստեղծել այդ տեսակ արժեքավոր միջոցառումներ, ասենք շնորհակալություն իրենց արած գործի համար։ Ես եմ շնորհակալ ձեզ, ղեկավարությանը ձեր, բոլորին, ովքեր այս էլ որ երրորդ անգամ եթեր եք տրամադրում, նաև մարզից գալիս ենք, մեր արած գործն էլ երևում է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ, ձեզ հաջողություն ենք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ եք, շարունակենք արդեն խոհանոցի տաղավարում։